Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ ես արել, այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Սուտ ասեմ։ Նա բաժանել է իրանց այդ ինչ-որ սաղի նկատմամբ ինքը կամպրամատ ունի, որ SMS-ով կարում է մարդ հեռացնի գործից, ինքը ամեն ինչի ընդունակ է, ինքը նորմալ, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չի։ Իրականում եմ ասեմ, մեկ ծիծաղի լուրջ եմ ասեմ, ասենք նա, եթե նորմալ մարդ է, այսքան ժողովրդի ասենք ներվերի հատկապես թոշակառ, ասմատասած, դա ահավոր վիրավորական է։ Սուտ է խոսում, եթե զենք գներ, ես վիճակին չէր ելել, հայ ժողովուրդը, բանակը, ես պարտություն եմ, նրանք մենակ իրանց պարգևավճարները իրանց փողի համար են, իրանց աթոռի համար են պայքարում։ Եթե զենք գնացը լինեին, մտածեին այս երկրի մասին, երկիրը այս վիճակին չէր լինի։ Ոչ մի բան չենք հավատում։ Չեմ հավատում, անձնական կարծիքն է, չեմ հավատում, որ այդքան զենք կարա գնված լինի Հայաստանի համար։ Եթե զենք գնացը լինեին ու այս վիճակը լեր, այդքան զոհեր չէր լինի։ Դե եթե գնել էլա գիտենք ինքնաթիռները առանց իրանց նարյադների։ Թող գնան Ղուրբանը լինեն այն 5000-ին են որ տարան։ Մնացածին էլ Ղարաբաղցիներին էլ այսօրը գցողին։ Ասում են հներն են արել, հները կերել են միջև հիմա հետ են բերում, հների կերածը։ Բայց ները թեկուզ կերել են, թե ինչ են արել, հայրենիք են պահել, ինքն էլ թող լափեր ու հայրենիքը պահեր։ Ինչ կրկնապատկվել, 14 միլիարդ է, ինչ կրկնապատկվել, 3 միլիարդ էր են մյուսների ժամանակ, իսկ հիմա 14, և մարդիկ կույր են, մարդիկ չեն լուսավորում, կույր են, չեն տեսնում են մենակ տեսանելին, մայթերը նորոգել են, ու շատ ցավ եմ ապրում այդպիսի մակարդակ ունեցող ժողովրդի համար, որովհետև չեն հասկանում, 14 միլիարդ ուտողը, մի հատ էլ պտի տեսանելի բան անի, ինչ-որ մի դպրոց նորոգի, ինչ-որ մի մանկապարտեզ նորոգի, մայթ նորոգի, բայց դա չի նշանակում։ Գիտություն չունեն մեր ժողովուրդը, գիտություն չունենալու պատճառով այս մենք այսօրն ենք ընկի։ Դրանց ոչ մի խոսքին չեմ հավատում, սա սուտ են ասում։ Ես իրար ոչ մի խոսքին չեմ հավատում։ Չէ, չենք հավատում, բայց զհոլ խփելուն հավատում ենք։ Ոչ, իրանց բյուջեներն են տրզացրել։ Հավատալ իրա ոչ մի խոսքին էլ ինչ սերել հագարակներ է։ Ոչ, եթե զենք գրերին ջայել երեխեքը չէին կնա